Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարևազգ, ես ուզում եմ անդրադառնալ Վեհարանի շուրջ տեղի ունեցող իրարանցմանը, իբրև թե բեմականացված այդ իրավապահ գործընթացին եւ ուզում եմ բացատրել, թե ըստ էության ինչա տեղի ունենում։ Ճիշտ ասած, սրա մասին ուզում էի օրեր առաջ խոսել, բայց գնալով կասկածներս, ենթադրություններս հիմնավորվում են եւ ըստ էության հարցը հիմա հետեւյալն է։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը, այս արշավը, որ սկսել է եկեղեցու դեմ, նա հենց այնպես վակուումում չի դա ստեղծել, ունի լրջագույն հիմքեր, լրջագույն, ծանրակշիռ փաստեր, թե դա տեսաձայնագրություններ են, թե գաղտնալսումներ են, որոնք ընդհուպ միջև կաթողիկոսի ձերբակալման համար նրան կարող են բավարար հիմքեր տրամադրել, բայց ու սա ունենալով նա սկսել է այս այլանդակ արշավը եկեղեցու դեմ որպես ինստիտուտի եկեղեցու հեղինակության դեմ, իբրև թե եկեղեցու հեղինակության համար է պայքարը, այսինքն եթե վերցնենք օրենքով ունես փաստեր կաթողիկոսի դեմ, հրապարակի ընկեր ջան, որ կա այսպիսի փաստեր, այդ նույն քննչական կոմիտետը, ԱԱԾ-ն, ով որ այա, հրապարակի գնա կաթողիկոսի ձերբակալի, եթե կարաս։ Եթե չէ, ինչ կապիկություն եք անում։ Ինչ կապիկություն եք անում եկեղեցու հեղինակության դեմ։ Նույն կերպ Բագրատ Սրբազանի դեմ ունեին այս փաստերը, ու էլի վստահ անպատվում ստատուսներ ա գրում, վստահ, որովհետև փաստերը կան։ Լուրջ փաստեր ունի, որ տեղի ունեցել օրենքի հետ անհամատեղելի գործողություններ կամ պայմանավորվածություններ, ես տենց ենթադրում եմ, սա այն ենթադրությունն է, թե դա ինչքանով է ապօրինի, արդեն դատարանը պիտի որոշի, բայց որ դատարանը, Նիկոլի դատարանը, դատարանը չի կարա լինի Նիկոլի, դատարանը պիտի լինի անկախ դատարան, կա Հայաստանում անկախ դատարան, առավել ևս այս մասշտաբի գործեր քննելու, ոչ, Հայաստանում չկա այս մասշտաբի գործերը քննելու անկախ դատարան, այնպես որ վերադառնանք այսօրվան, հիմա ինչ են անում, այս արժավի ֆոնի վրա փաստերը հրապարակում է, արդեն բացահայտ, որ Բագրատ Սրբազանի դեմ կա խնդիր, այո, եթե այդ փաստերը իրական են ու որքան գիտեմ Բագրատ Սրբազանը խոստովանել է, որ ինքը այդ գաղտնալսումների հիմնական հերոսն է ու դրանք իր խոսքերն են, ապա նա պրոբլեմ ունի օրենքի հետ։ Բագրատ Սրբազանը օրենքի հետ պրոբլեմ ունի։ Բագրատ Սրբազանին ձերբակալեցին։ Ну հասկացանք։ Հետո հաջորդ քայլը նրան պետք է լինի կաթողիկոսը։ Բայց քանի որ ռիսկ չի անում կաթողիկոսին միանգամից գնա ձերբակալի։ Սպասում է մի 100 տարվա գործ է Միքայել Աջապահյանը, Սրբազան, Շիրակի թեմի առաջնորդ։ 100 տարի առաջ մի հատ հայտարարություն արել ու լավ արել է։ Աշտերի թայնը հանե արել է։ Ասել է, որ եթե երգիրը զինվորականները թասիբ ունենային, հեղաշրջում կանեին։ Լավ ասել է, կարճ կոնկրետ։ Ավելի մանրամասը կհիմնավորեմ, թե քիա լավ արե, քիա ճիշտ արե ու ինչի չես կարա այդ խոսքի վրա հետապնդես իրան։ Ինքը չի ասել վերկացեք, հավաքվեք, այսքան զենք ստեղից ճարեք, չի կազմակերպե հեղաշրջում եւ կոչ չի արել, որ վերկացեք հիմա հեղաշրջում արեք։ Ինքը հետին թվով ամոթանքա տվե ու լավ արե։ Ուշադիր։ Սա հանցանք չի պարունակում իր մեջ։ Եթե հանցանք էլա պարունակում, այդ էլ դատարանը կորոշի, դատարանի որոշելը լավ չլինի, եվրոպական դատարանը կորոշի։ Էդի թողեք մի կողմ։ Հիմա 100 տարի առաջվա այս խոսքը հունիսի 17-ին գործ են կազմել, քրեական գործ են հարուցել։ Քննություն են սկսել։ 100 տարի առաջ ասած խոսքը, որը եթերում կար, բոլորը լսել էին։ Հիմա իրավապահներին եմ անդրադառնում, դուք տանձի պոչեք չեմ հասկանում, եթե օրենքի խախտում էր ժամանակին արձագանքեիք, եթե օրենքի խախտում չէր, հիմա ինչ ջուր եք ցանում համապատասխան տեղը մարդու, ինչ ջուր եք ցանում, եթե դա օրենքի խախտում էր, վաղտի ռեակցիա տայիք, քանի ամիսա տարիա սուս եք մնացել, հիմա վերկեցել եք բան եք անում, ու սա քաղաքակրթական հարց է, սա արդեն քաղաքական հարց չի, սա քաղաքակրթական հարց է, ժողովուրդ ջան, ձեզ էշիտեղ մի դրեք, թեկուզ նրանք ովքեր եկեղեցում տեսել են լիքը պիղծ ու ապականված բաներ, ձեզ էշիտեղ մի դրեք, իրավունք է սա, օրենք է սա,
Վաղը ձեր հետևից են գալու, ձեր հարազատների հետևից են գալու։ Այս նույն բարդակ մոտեցումներով, այս նույն պիղծ մոտեցումներով։ Ձեզ թվում է թե այսօր էշիշ լավ բանա կողքից բան են անում եկեղեցականներին, դուք էլ կողքից լավ եք զգում։ Ինտրիգ կա, աժոտաժ կա։ Այս ձևով հատիկ։ Հիմա սրանով սկսում են ԱԱՑ-ն, վաղը շարքային մի հատ թաղային ոստիկան, գալու է ձեր տանը այս ձև իրան պահի։ Անենց որ շատ մի ուրախացեք։ Լավ։ Ամսի 17-ին 100 տարվա դեպքը իբր նոր քրեական գործ են հարուցում։ Սա արդեն կանխակալություն է, սա արդեն պրոբլեմա։ Ու չեն գնում ձերբակալեն կամ բերման ենթարկեն։ Սպասում են անցնում է 10 օր։ Սպասում են, որ սրբազանը կգա Էջմիածին, որովհետև ժողով կա, այդ օրը պլանավորած։ Ինքն էլ այդ ժողովում համակարգող է։ Սպասում են կգա Էջմիածին ու ԱԱՑ-ով դիմակավորված մտնում են Էջմիածին։ Ստուգում են ժողովրդի տրամադրությունը, թե եթե նույն ձև մտնեն կաթողիկոսի ձերբակալեն, ժողովուրդը ինչ ռեակցիա կտա։ Եթե ժողովուրդը փիս ռեակցիա կտա, ագրեսիվ կպահի, կմտածեն տենց անեն թե չէ։ Այսինքն տեստ է սա, փորձարկում է, զորավարժություն է։ Այսօր ինչ անում են Միքայել Աչապայանի հանդեպ, սա զորավարժություն է։ Իրավապահ համակարգը իրան դրելա կապիկի տեղ ու զորավարժություն անում, փոխանակ շարժվի օրենքի տառին համապատասխան։ Ախպեր ջան, շարժվեք օրենքի տառին համապատասխան։ Կա օրենքի խախտում։ Գնացեք հետևից, չկա օրենքի խախտում, գնացեք ձեր տներով կամ ձեր ուրիշ գործերով։ Այսօր մասկի շոուն արվում է որպես զորավարժություն, Աջապայանի վրա իբր թե նրա վրա գործ չկա, նրան չեն կարամ խաթրին կպնեն։ Հենա Աջապայանը հիմա գնում է քննչական կոմիտե, կտենակ վերջում բաց են թողելու։ Ստորագրությամբ է հեռանում, թե չէ բաց են թողելու։ Էդի կտեսնեք, հələ չի եղել, իմ կանխատեսումն է, որ Միքայել Աջապայանին բաց են թողնելու։ Բայց այս տեստ են անում, թե եթե մտնեն վեհարան ու կաթողիկոսին ձերբակալեն, ժողովուրդը ինչ ռեակցիա կտա, միջազգային հանրությունը ինչ ռեակցիա կտա, դեսպանատները ինչ ռեակցիա կտան, Սփյուռքը ինչ ռեակցիա կտա, այդ են ստուգում։ Օրենքի տառին հետևելու փոխարեն ստուգում են պոպուլիստական բան էլի, մոտեցում։ Շատ դիզլայք կհավաքեն, չեն գնա այդ քայլին։ Լայքերը շատ կհավաքեն, կգնան այդ քայլ։ Լայքերով ստուգում են օրենքով շարժվեն թե չէ։ Ու սա իրավապահները, պետական ինստիտուտները։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ժողովուրդ ջան, հենց հիմա իմ պատկերացրած իրականությունը սա է։ Զորավարժությունը նախապատրաստական աշխատանք է վեհապարին բռնելու համար։ Ու եթե Մարսեն Աջապայանին բռնելը վեհապարի հետևից գնալու են։ Ախպեր հանցանք արե, հրապարակեք տենանք ինչ արե։ Հրապարակեք, ազգի դավաճանը հրապարակեք տենանք։ Դուք չեք էդի որոշում, դատարանն է որոշում, անաչառ դատարանել չկա։ Կարակ մի անգամից գործը տալ միջազգային դատարան, թող նրանք արդար ձևով որոշեն։ Դուք այդ արդարությունը չունեք։ Պղծվածներ, դուք այդ արդարությունը չունեք։ Եթե նույնիսկ ես հիմա կաթողիկոսին չեմ սիրում, ես կարծում եմ կաթողիկոսը մեր եկեղեցին գցում է։ Մեր եկեղեցուն ավելի լավ կաթողիկոս է պետք, բայց հասկացանք դա իմ անձնական կարծիքն է, դա չի նշանակում ընկեր քաղաքակրթության դեմ գնալ, մարդուն բան անել։ Խայտարականելով, եկեղեցին պատվազրկելով, հեղինակազրկելով, ինչ որ շոուներ բեմականացնել։ Լայքեր հավաքել կամ դիզլայքերի քանակը որոշել։ Ու հիմա հենց դա է արվում։ Փորձարկում են։ Ինչ պետք է լինի մեր պատասխանը։ Մեր պատասխան, իմ պատասխանը, լավ, ես անձամբ իմ պատասխանը հետևյալն է։ Օրենքի խախտում կա, հրապարակի տեսնանք։ Եթե չկա, փասափուսա հավաքի գնալ լուրջ գործերով զբաղվի։ Վերջ։ Կա օրենքի խախտում, ցույց տուր։ Չկա փասափուսա հավաքի։ Ինչ վերաբերում Միքայել Աջապայանին, Շիրակի թեմի առաջնորդին, ապա հարգելիս դա 100 տարի առաջ ասա։ Եթե դե օրենքի խախտում նույնիսկ ձեր կարծիքով լիներ, դուք պետք է շուտ արձագանք տված լինեիք։ Եթե միջև հիմա արձագանք չեք տվել, ուրեմն դավա եղեք։ Գնացեք ուրիշ գործերով զբաղ։ Միջև հիմա դուք պետք է այդ արձագանքեք այդ հարցին։ Չեք արձագանքի, հայդա։ Նույնիսկ այդ ամսի 17-ին ձեր հարուցած քրեական գործը
Արդեն շինծու է։ Քանի ամիս այդ մարդը, քանի տարի այդ խոսքը ասել է, որ պետքա պետական հեղաշրջում անեն, તો լավ արի ասել է։ Ես էլ հենց պատերազմի օրերին ես անձամբ ես գրել եմ։ Մեր երկրին գերագույն գլխավոր հրամանատար է պետք։ Մի քանի անգամ ասել եմ, Սերժ դու Քոչարյանը, եթե այդքան շատ էին մտածում երկրի մասին, Ղարաբաղի մասին, թող Պերևառոտ անեին։ Նիկոլներ Դավաճան, Սերժ դու Քոչարյանը կարծում էին, որ Նիկոլներ թող Պերևառոտ անեին, Նիկոլին գցեին, իրանք պատերազմը առաջնորդեին։ Բայց չեն արել, ուրեմն սուտ են ասում, նրանք թքած ունեին Ղարաբաղի վրա էլ, Հայաստանի վրա էլ։ Ու թողեցի, որ Նիկոլը միջև վերջ այդ պատերազմը հրամանատար, գերագույն հրամանատար առաջնորդի։ Մի քանի անգամ ասել եմ, հիմա սրա մեջ ինչ հանցակազմ կա այս խոսքի մեջ, այ ընկեր։ Դες մի բան էլ Միքայել Սրբազանն է ասել։ Եթե կաթողիկոսը պիտի փոխվի, դա սենց չեն անում, այ ձեր ցավը տանեն։ Դա սենց չեն անում։ Կոպիտ ձեզ ասեմ, ընտանիք է ենթադրենք, չեմ սիրում պետություն ընտանիքի հետ համատել, բայց ըստ էության այս դեպքում կարելի է տես բացառության կարգով բան անել։ Ընտանիք է ենթադրենք, հայր ու մայրը բաժանվում են։ Հիմա պարտադիր է երեխեքի ներկայությամբ ամբողջ ցասումը, իրար նկատմամբ ամբողջ ատելությունը, երեխեքի ներկայությամբ վերկենան դա անեն։ Ախպեր ուզում եք բաժանվեք, հարց չկա, դրա համար ձև կա, քաղաքակիրթ ձև կա։ Այդ քաղաքակիրթ ձևերով արեք, երեխեքին մի խառնեք այս պրոցեսին։ Ժողովրդին մի խառնեք այս պրոցեսին։ Սա քաղաքակրթական քայլ է։ Ու դրա համար բազմաթիվ մարդիկ, ովքեր աթեիստ են, բազմաթիվ մարդիկ, ովքեր հայ եկեղեցու հետևորդ չեն, բայց հայ եկեղեցին որպես հասարակական ինստիտուտ եւ որպես ազգային ինստիտուտ ճանաչում են, դեմ են այս տեսակայլանդակությանը։ Սա հակաքաղաքակրթական քայլ է։ Այդ վեհարան մտել այդքան է իրավապահ։ Նրանք ով են մտել են վեհարան որպես դիմակներով էլ բան, նրանք ով են։ Նրանք իրենց կյանքով մեկով են։ Նրանք պետությունից, ժողովրդից մանդատ են ստացել, որ իրենց տեստ պահեն, մտնեն վեհարանում, ինչ են անում վեհարանում։ Ուրեմն քո ԱԱՑ-ն բանկով հետախուզությունը չգիտի ինձ ինչա կատարվում, ընդ ինչ կա չկա, եւ այ պիղծ շանվորթիներ։ Ամսի 17-ի քրեական գործ եք հարուցել։ Գնայիք Գյումրիում այդ մարդուն բերման ենթատեք կամ հարց ունեիք տայիք ձեր հարցը։ Պահանջ ունեիք ներկայացնեք։ Պիղծ շանվորթիները չեք սպասում նա հաստի վեհարան, գնաք վեհարանում դա բեմականացնեք։ Ես գիտեմ ինչի։ Փորձարկում եք ինչպիսի ռեակցիա կլինի ժողովրդի կողմից, եթե գնաք կաթողիկոսի հետևից։ Այ դա եք փորձարկում։ Լավ ռեակցիա չի լինելու, ասեմ իմացեք։ Հեչ լավ ռեակցիա չի լինելու։ Հեչ։ Նախապես զգուշացնում եմ։ Դուք եք որ գիտեք մի երկու բան վերլուծել կարողանում եմ։ Էդի խո գիտեք։ Վատ ռեակցիա ալնելու։ Անկամ են մարդկանց կողմից, ովքեր եկեղեցու աշկով աշկ չունեն, անկամ մարդիկ, ովքեր տերտերներին համարում են երեսպաշտ, համարում են ձևական, համարում են իրանց ուխտը դրժած, բայց քաղաքակրթական հարցա կրկնում եմ, չի կարելի այդպիսի բաներ թույլ տալ։ Վերջին հաշվով խոսքը եկեղեցու մասին է։ Դերևս այսքանը, այս թեմաներին խիստ հետևում եմ, այս թեմաները ամբողջ, այս վերջին շաբաթների տեղի ունեցածի կոնտեքստում շատ լավ հետևում եմ, հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված ասելիք ունեմ, այդ գործընթացները հասկանում եմ, դրանց անհրաժեշտությունը հասկանում եմ, բայց հիմա չի, որ այդ ամբողջության մեջ պետք է ներկայացնեմ։ Համենայն դեպս զգույշ եղեք եկեղեցու հետ։ Ձեր բիրտ, պղծված, փնթի, անգրագետ, ձեռքերով, մատներով եկեղեցուն մոտենալուց զգույշ եղեք։ Կարող է անիծվի, նզովի այդ մատները, վաղը լրջագույն հետևանքներ ունենա, թե ձեր անձնական, թե պետական ինստիտուտների առհասարակ, թե հասարակական ամբողջ կարգի հետ կապված, դա կարա լուրջ հետևանքներ ունենա։ Զգույշ եղեք, մի բզբզեք, ունեք փաստեր, հրապարակեք։ Եթե
Ոտնձգությունը թույլ տվի եկեղեցու նկատմամբ։ Հետո փաստերով ապացուցեցիք, որ դուք ճիշտ էիք։ Էլ չի անցնելու։ Թքած ենք ունենալու դրա վրա։ Մեկը ես թքած եմ ունենալու։ Ես քո համար բան չեմ։ Ասա, վարժանքի կենթանի չեմ։ Որոշեց, որը երբ ես ներկայացնում։ Նախ փաստեր ներկայացրու, որ կաթողիկոսի ձերբակալելու հիմք ունես։ Որ ազգի դավաճանա։ Փաստերը ներկայացրա։ Փաստերը չես ներկայացրել, հեռու վեհարանից։ Վեհարանից հեռու, եկեղեցուց հեռու, սրբազաններից հեռու։ Փաստերը նախ ներկայացրու։ Ու նես չի եղել, որ մարդիկ խաղաղ հողի վրա հելը հեղաշրջման փորձ են անում։ Ինձ դուր չի գալի։ Այսօր ինձ դուր չի գալի այդ ամբողջ զանգվածը նախկիններից, չգիտեմ, Կարեն Կարապետյանի համակիրներից, որ եկեղեցի են պաշտպանում։ Իրանք էլ ինձ դուր չեն գալի, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մի հայորդի ես եմ, մի փայատեր ես եկեղեցուն ու ես երկրին իրանք են։ Դա ինձ դուր չի գալի։ Բայց դա չի նշանակում, որ դու կարաս այդ մեր տարաձայնությունը մեր մեջ եղած օգտագործես քո պղծված քայլերը անելու համար։ Հերիք էլա բոլ եղավ։ Ձեռս առնում, օրենք կիտարին համապատասխան գործի։ Խախտում կա, հետևի իրավապահ գործընթաց։ Չկա խախտում, զզվսիր մանիպուլացնելով։ Զզվսիր սաղին խառնելով։ Հերիք եղավ արա։ Փաստեր ունեք, հրապարակեք, գնացեք ձերբակալեք։ Կաթողիկոսի մասին ախոսքը։ Փաստեր չունեք, զզվսրիկ էլի արա։ 5000 հոգի գլուխը կերել եք, ով չեք ասում։ Ցելի Ղարաբաղ իր եկեղեցիներով հանձնել եք, ով չեք ասում։ Եկել եք մտածում եք, կուսակրոնա թե կուսակրոն չի, զզվսրիկ էլի։ Կոնկրետ ձեր գործողությունները օրենքի տառով կազմակերպեք, փաստերն էլ հրապարակեք։ Որտեղ բարձր հանրային հնչողության, հանրային կարևորության քայլ է։ Ու ձեզ չթվա, թե որ այդ հեղաշրջում պլանավորներին բռնեցիք, այդ հեղաշրջումից տասնապատիկ ավելի վատ բան տեղի չի ունենալու։ Կունենա։ Մարդիկ դավադիտ են եղել, ձեզնից էլ նրանցից էլ։ Երկուսիդ հերն էլ անիծելով կհելնեն փողոց։ Երկուսիդ հերը անիծելով։ Ձերն էլ Սերժինն էլ Քոչարյանին էլ Կարեն Կարապետյանին էլ ձեր համակիրներին էլ։ Սաղի հերը անիծելով ժողովուրդը կլնի փողոց։ Զզվսրի կարա։ Մի տալի բան ամենաց ընտրություններուն, մինիմում կայունություն ապահով է կարա երկրում, ձեր սահմանադրական պարտավորությունն է։ Հերիք եղավ ես բան սարկություններս մուտիլով կեկը, մենք այդ ազգը չեն կարա զզվսրիկ։ Իրար հետ հարց ունեք, բացահայտեք ձեր հետ, փաստերը հանեք ու իրար հետ, չգիտեմ, դատական կարգով այդ ռազմորկեն արեք, զզվսրիկ արա։ Քունեմ ձեր ռեյտինգ պաշտող բերանը, հասեցի քվուր չտամ արա։ Ռեյտինգի բան ինչ արեք անում եք արա, երկիրը ժողովուրդ տանկայանանում, զզվսրիկ էլի արա, 1000 ներեգություն ես հայոյանքի համար, միլիոնատ ներեգություն ես հայոյանքի համար, ժողովուրդ ջան, զզվսրիկ արա։ Ձեր սահմանադրական պարտա կայունությունը, ներքաղաքական կայունությունը, ապահովեք այդ կայունությունը ոնց ուզում եք։ 1000 ներեգություն հայոյանքիս համար, 1000 ներեգություն։ Ռեյտինգի համար արա, ռեյտինգ ստուգելու համար զզվսրիկ արա։ Ռեյտինգ ստուգելու համար եկեղեցի են գրոհում արա։ Կներեք 1000 ներեգություն հայոյանքիս համար, միլիոնատ ներեգություն հայոյանքիս համար։ Թերևս այսքանը, շնորհակալություն, մի շնորհ հանդիպում։